Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը մեզ մոտ շարունակվում է եւ այսօրվա առաջին խաղում միմյանց հետ մրցելու են Վերդերը եւ Լիոնը։ Մեզ հետաքրքիր հանդիպում է հիմա սպասվում։ Ես արագ ներկայացնեմ թիմերի հայտացուցակները։ Վերդերի դարպասը պաշտպանում է համար 1 Էդվարդ Հարությունյան, համար 5 Վալոզիա Սարգսյան, համար 7 Էրիկ Էլոյան, համար 10 Հայկ Մուրադյան, համար 11 Մայիս Մելքոնյան, համար 18 Սուլեյմուն Անիմասուն, համար 20 Գևորգ Պողոսյան եւ համար 26 Խաչատուր Էրզրումյան։ Լիոնի դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Ղազարյան, համար 3 Բաբկեն Աբրահամյան, համար 4 Ռուդիկ Եգորյան։ Այստեղ տեսնում ենք խաղը մեկնարկեց համար 5 Հայկ Հակոբյան, համար 8 Լյուդվիկ Ադամյան, համար 9 Ռաֆայել Աբրահամյան, համար 10 Վաղինակ Սեթրակյան, համար 11 Տիգրան Սեթրակյան եւ համար 13 Ռոման Ջուլհակյան։ Խաղը մեկնարկել է եւ հիմա տեսնում ենք Վերդերի տղաները փորձում են իրենց առաջին գրոհը կառուցել։ Մայիս Մելքոնյանն է հարվածում եւ գոլ։ Շատ արագ հանդիպման հաշիվը բացում է Վերդերը 1-0։ Ինչպիսի գրոհ կառուցեցին Վերդերի տղաները եւ խաղի հանդիպման հաշիվը բացեցին շատ արագ։ Մայիս Մելքոնյան 1-0 հենց առաջին րոպեին Վերդերը կարողացավ խաղի հաշիվը բացել մեզ մոտ, շատ հետաքրքիր է ուղղակի մեկնարկել հիմա հանդիպումը մեզ մոտ, տեսնենք հիմա Լիոնը ինչ կառաջարկի Վերդերին, Վերդերը իր առաջին ձեռնարկած գրովով խփում է իր առաջի գոլը, հիմա նորից տեսնում ենք, որ Վերդերի տղաներն էին գրոհում, բայց այստեղ լավ չհամագործակցեցին Վերդերի ֆուտբոլիստները միմյանց հետ։ Հիմա Լիոնն է գրոհում, այստեղ փակում է հարվածը Լիոնի ֆուտբոլիստի Անիմասուն, շարունակվում է Լիոնի գրոհը, բայց կորցնում են Լիոնի ֆուտբոլիստները այստեղ եւ եզրային նետում կտեսնենք։ Շատ ակտիվ մեկնարկեց Վերդերը, հիմա խաղը եւ արագ բացեց հանդիպման հաշիվը մեզ մոտ։ Հիմա եզրային նետումը այստեղ Լիոնինն է, տեսնենք Լիոնը ինչ փորձի կատարել այստեղ։ Հիմա նրանք պարտվողի կարգավիճակում են գտնվում, փոխանցում Տուգանային հրապարակ, բայց կորցնում է հիմա Լիոնի ֆուտբոլիստը Մայիս Մելքոնյանն է այստեղ շարժվում առաջ, բայց շատ լավ տեղից դուրս եկավ Արթուր Ղազարյանը եւ գնդակին տիրեց եւ հիմա հակագրում են Լիոնի ֆուտբոլիստները։ Այստեղ հարվածում էր Վաղինակ Սեթրակյանը, բայց պաշտպանը այնտեղ գնդակի ճանապարհին է կանգնում։ Հարվածից հետո Վաղինակ Սեթրակյանի հիմա Վերդերն է գրոհելու։ Փոխնիփոխ գրողներ ենք տեսնում թիմերի կատարմամբ։ Վալոդյան Մարկարյանը խաղարկում է թիմակցի հետ, հիմա այստեղ հեռացրեցին վերջին պահին Լիոնի պաշտպանը եւ եզրային նետում կտեսնենք։ Շատ ակտիվ է հիմա մեկնարկել ուղղակի մեզ մոտ հանդիպումը։ Մայիս Մելքոնյանը խաղարկում է թիմակցի հետ, նորից Մայիս Մելքոնյան։
Ղադամյանն է փոխանցում կատարում այստեղ թիմակցին պահում է հիմա գնդակը Վերդերի ֆուտբոլիստը մտնում Տուգաներապը հարված եւ Արթուր Ղազարյանը այստեղ տիրում է գնդակին Հայկ Հակոբյանն էր ոչ ներողություն Վալոդյան Մարգարյանն էր հարվածողը այստեղ տեսնում ենք որ Վերդերի դարպասապահը հեռացրեց գնդակը վերջին պահին եւ եզրային նետումը Լիոնինն է լինելու Ռուդիկ Եգորյանն է գնդակով փոխանցում մյուս եզր Լյուդվիկ Ադամյանին Ադամյանը կենտրոն է փոխանցում հարված այստեղ հարվածում էր հիմա Բաբկեն Աբրահամյանը բայց Վերդերի դարպասապահը շատ ուշադիր էր այստեղ եւ վերցրեց գնդակը Տեսնում ենք որ Մայիս Մելքոնյանը շատ լավ է հիմա խաղադաշտ մտել եւ իր արդյունավետ այսօրվա իր արդյունավետությունը ցուցաբերեց խփելով իր գոլը հիմա Վերդերի տղաներն են գրոհում Տիգրան Սեթրակյանն է գնդակով փոխանցում բայց կորցնում է այստեղ Սեթրակյանը հիմա հակագրում են Լիոնի տղաները Եգորյանն է գնդակով փոխանցում թիմակցին բայց կորցրեցին Լիոնի տղաները Էրիկ Էլոյանն է փորձում շրջանցել Լյուդվիկ Ադամյանին շրջանցում է նրան հարված եւ մի փոքր շեղությամբ հիմա անցնում է Էրիկ Էլոյանի հարված այստեղ դարպասից շատ վտանգավոր էր հիմա Վերդերի գրոհը Շատ վտանգավոր են Վերդերի գրոհները հիմա այս մոտ 5 րոպեներին շատ լավ է մեկնարկել խաղը հիմա Վերդերը տեսնենք Լիոնը փորձի արագ խաղի հաշիվը հավասարացնել Լյուդվիկ Ադամյանն է գնդակով փոխանցում Տուգանային հրապարակ թիմակցի հարված այստեղ ոտքին չնստավ գնդակը Բաբկեն Աբրահամյանի եւ կտեսնենք հարված Վերդերի դարպասից Խաղարկեցին Էրիկ Էլոյանի հետ փոխանցում Անի Մասունին Երկար փոխանցում տեսանք հիմա Վալոդյան Մարգարյանն է գնդակով թողնում է Մայիս Մելքոնյանին շրջանցում է այստեղ Մայիս Մելքոնյանը բայց այստեղ հարված եւ ինչպիսի գոլի հեղինակ է դառնում Մայիս Մելքոնյանը 2-0 դուբլի հեղինակ դարձավ Մայիս Մելքոնյանը մեզ մոտ եւ կրկնապատկեց իր թիմի առավելությունը շատ մեծ հիմա առավելություն ունի Վերդերը հանդիպման ժամանակ Մայիս Մելքոնյան 2-0 Հիմա անչափ բարդ վիճակում է հայտնվում Լիոնը, որովհետև շատ արագ կարողացավ երկու գնդակ հեղինակել Վերդերը, այն էլ խփեց Մայիս Մելքոնյանը երկուսն էլ, հիմա այստեղ Լիոնի ֆուտբոլիստն էր հարվածում, Ռուդիկ Եգորյանն էր փորձում հեռահար հարված կատարել, բայց այն շեղ ընթացավ Այնտեղ մի փոքր տեսանք, որ խճճվեց Մայիս Մելքոնյանը, բայց կարողացավ նա գնդակը ոտքին հարմարացնել եւ ուղղակի մխրճել Արթուր Ղազարյանի դարպասը եւ կրկնապատկել իր թիմի առավելությունը։ Նորից Վերդերն է գրոհում, տեսնում ենք Հայկ Հակոբյանն է գնդակով։ Խաղարկում է այստեղ թիմակցի հետ։ Շատ լավ են գործում հիմա Վերդերի տղաները։ Մայիս Մելքոնյան թողնում է Վաղինակ Սեթրակյանին եւ շատ հանգիստ հիմա տեսնում ենք, որ Վերդերի տղաները խաղարկում են միմյանց հետ։
Անիմասուն փոխանցում է աճ Էրիկ Էլոյանին։ Էրիկ Էլոյանը տեսնենք այստեղ ինչ կանի, նորից անիմասուն է գնդակով առաջ է շարժվում, փոխանցում թիմակցին Էրիկ Էլոյան, փոխանցում Տուգանային հրապարակ, Մայիս Մելքոնյանը խլում գնդակը հարվածում եւ մի փոքր բարձր է անցնում Մայիս Մելքոնյանի հարվածը այստեղ շատ վտանգավոր էր Վերդերի գրոհը։ Մայիս Մելքոնյանը կարող էր հետրիկի հեղինակ դառնալ արագ այս խաղում շատ վտանգավոր էր հիմա Վերդերի գրոհը։ Ինչ են անում հիմա Վերդերի տղաները։ Փորձում են այս խաղի հաշիվը վերջնականապես մեծացնեն եւ ձևակերպեն իրենց թիմի հաղթանակը։ Արթուր Ղազարյանն է հիմա փոխանցում առաջ, բայց անիմասուն շատ լավ է տեսնում ենք պաշտպանվում այստեղ Էրիկ Էլոյան։ Պրեսինգ են ենթարկում Էրիկ Էլոյանին, բայց շատ հանգիստ է գործում այստեղ եւ փոխանցում անիմասունին։ Հիմա նորից տեսնում ենք, որ Վերդերի տղաները շատ հանգիստ են գործում իրենց խփած գոլից հետո Մայիս Մելքոնյանն է գնդակով դաշտի կենտրոնում փոխանցում է ձախ դեպի Հայկ Մուրադյանին, նորից Մայիս Մելքոնյան փոխանցում թիմակցին, Հայկ Մուրադյան հարված եւ մի փոքր բարձր անցավ Հայկ Մուրադյանի հարվածը, բայց նորից վտանգավոր են գործում Վերդերի տղաները։ Տեսնում ենք, որ Լիոնի մոտ մի բան այն չէ, նրանք չեն կարողանում իրենց կիսադաշտից անցնել, ուղղակի շատ լավ է հիմա Վերդերը գործում։ Նորից գնդակով Մայիս Մելքոնյանն է, շարժվում է առաջ կենտրոնով եւ կորցնում գնդակը Մայիս Մելքոնյանը։ Այստեղ հիմա կարող էր սխալվել Վերդերի պաշտպանը, բայց փրկվում է ուղղակի Վերդերի այստեղ պրեսինգ է ենթարկում Լիոնը եւ հարված մի փոքր բարձր անցավ Վաղինակ Սեթրակյանի հարվածը շատ վտանգավոր էր։ Հիմա կարող էին Վերդերի տղաները իրենց դարպասին գոլ բերեին, բայց այստեղ մի փոքր բարձր հարվածեց Լիոնի ֆուտբոլիստը։ Նորից Վերդերն է փորձում գրոհ իրականացնել, այստեղ Մայիս Մելքոնյանը շատ ակտիվ է հիմա, տեսնում ենք գործում եւ խլում է գնդակը, փոխանցում կենտրոն, նորից Մայիս Մելքոնյան հարվածում էր, բայց փակում է հարվածը Մայիս Մելքոնյանի Վաղինակ Սեթրակյանը եւ կտեսնենք այս խաղի առաջին անկյունայինը մեզ մոտ, որը իրացնելու է Վերդերը գնդակի մոտ էլ Մայիս Մելքոնյանն է լինելու։ Ներողություն, ոչ եզրային նետում էր, խաղի մրցավարը ցույց տվել, այստեղ տեսանք սխալ նետում Վերդերի ֆուտբոլիստի կողմից եւ գնդակը հասնում է Լիոնին, բայց նորից շատ արագ Վերդերը վերադարձնում է գնդակը հարված եւ Արթուր Ղազարյանը այստեղ գեղեցիկ սեյվով փրկում է իր թիմին։ Բաբկեն Աբրահամյանն է փորձում գրոհ կառուցել, Լիոնը նետվում է գրոհի, բայց նորից շատ լավ է հիմա պաշտպանվում այստեղ անիմասուն եւ կտեսնենք Վերդերի դարպասից հարված։ Վալոդյան Մարգարյանն է գնդակով Մայիս Մելքոնյանի հետ է խաղարկում, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Մայիս Մելքոնյանի փոխանցումը եւ կարող էր թիմակիցը եզրափակել այս գրոհը, բայց վերջինիս փոխանցումը ուժեղ ստացվեց եւ գնդակը Լիոնին անցավ։ Այստեղ Էրիկ Էլոյանն է շարժվում առաջ, փոխանցում
Եվ կանխում է այս փոխանցման ճանապարհը Եգորյանը եւ հիմա Լիոնն է գրելու Բաբկեն Աբրահամյան։ Այստեղ խճճվեցին Լիոնի ֆուտբոլիստները։ Եվ խաղի կանոնների խախտում գրանցվեց։ Նշեմ, որ թիմերը մրցաշարային աղյուսակում շատ հեռու են գտնվում միմյանցից, Վերդերը 20 միավորով գտնվում է 8-րդ հորիզոնականում, իսկ Լիոնը այս մրցաշրջանում տարել է 1 հաղթանակ, ունի իր ակտիվում 3 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղը։ Նրանք այս մրցաշրջանը հաջող չեն սկսել և տեսնենք կկարողանալ մի փոքր առաջ շարժվել մրցաշարային աղյուսակում և միավորներ վաստակել և բարելավեն իրենց խաղը։ Հիմա տեսնում ենք առաջին անկյունայինը այս խաղի։ Խաղարկում են Վերդերի տղաները։ Այստեղ հարվածում էր Վերդերի ֆուտբոլիստը և բարձր է անցնում նրա հարվածը, Հայկ Մուրադյանն էր հարվածողը և կտեսնենք Արթուր Ղազարյանի պաշտպանած դարպասից հարված։ Հիմա փոխանցում առաջ։ Այստեղ նորից Էրիկ Էլոյանը շատ լավ է պաշտպանվում և առաջ է շարժվում աջ եզրով փոխանցում Դուգանային հրապարակ, բայց Լիոնի պաշտպանը հեռացնում է ուղղակի։ Այստեղ գնդակը հասնում է Անի Մասունին, լավ է խաղարկում թիմակցի հետ։ Վալոդիա Մարգարյան փոխանցում։ Ձախ այնտեղ գեղեցիկ շրջանցում իրականացրեց Վերդերի ֆուտբոլիստը հարված, Հայկ Մուրադյանն էր հարվածում և փրկում է Արթուր Ղազարյանը իր թիմին։ Շատ վտանգավոր էր, ինչպիսի անցում ձեռնարկեց, հիմա տեսնում ենք Հայկ Մուրադյանը այստեղ և վերջին պահին հայտնվելով դարպասապահի դիմաց միայնակ հարվածեց Արթուր Ղազարյանի վրա, այստեղ էլ տեսնում ենք շատ լավ է հիմա պաշտպանվում Եգորյանը և հակագրում են Լիոնի ֆուտբոլիստները, Լյուդվիգ Ադամյան փոխանցում թիմակցին, բայց շատ արագ վերադարձան Վերդերի տղաները և խլեցին Եգորյանից գնդակը։ Հայկ Մուրադյանն է խաղարկում թիմակցի հետ, այստեղ էլ շատ լավ է գործում Հայկ Հակոբյանը, բայց գերազանց է պաշտպանվում Անի Մասուն և հեռացնում գնդակը հիմա։ Հիմա տեսանք այս մի քանի րոպեների ակտիվ ֆուտբոլ թիմերի կատարմամբ շատ վտանգավոր են Վերդերի գրողները։ Այստեղ շատ լավ փոխանցում կատարեց Լիոնի ֆուտբոլիստը, բայց վերջին պահին Էրիկ Էլոյանը հեռացնում է գնդակը և եզրային նետում կտեսնենք։ Լյուդվիգ Ադամյանն է գնդակով փոխանցում Տուգաների հրապարակ, հիմա էլ Հայկ Մուրադյանն է հեռացնում և առաջին անկյունայինը կտեսնենք Վերդերի դարպասին։ Այստեղ Լիոնի տղաները փորձեցին ինչ-որ բան ձեռնարկեն Վերդերի դարպասին, բայց միայն անկյունային վաստակեցին, տեսնում ենք հիմա Վաղինակ Սեթրակյանն է գնդակով փոխանցում Եգորյանին, Եգորյանը հարվածում և բռունցքներով հեռացնում է այստեղ Էդվարդ Հարությունյանը և այստեղ էլ Լիոնի ֆուտբոլիստի հարվածը չստացվեց և հարված կտեսնենք Էդվարդ Հարությունյանի դարպասից։
Այստեղ անիմասուն սխալվեց, բայց նորից թիմակիցը շատ լավ այստեղ գործեց եւ խլեց գնդակը Մայիս Մելքոնյանն է գնդակով այս խաղի այս պայ դրությամբ լավագույն ֆուտբոլիստը փոխանցումներ են կատարում միմյանց Վերդերի տղաները Մայիս Մելքոնյանն է գնդակով հիմա փոխանցում եւ գոլ շատ լավն էր Մայիս Մելքոնյանի փոխանցումը եւ 3-0 մեծացնում է իր առավելությունը Վերդերը այստեղ տեսնում ենք շատ գեղեցիկ գրոհ ձեռնարկեց Վերդերը Երեք 0 սիրելի ֆուտբոլասերներ մեզ մոտ Վերդերը ուղղակի ջախջախում է Լիոնին այս խաղակեսում եւ շանս չի թողնում ուղղակի Լիոնին, որ կրճատի հաշիվը տեսնում ենք անկյունային արած փոխանցում շատ վտանգավոր էր հեռացնում են Վերդերի տղաները այստեղ նորից շատ լավ գործեցին Վերդերի տղաները այսօր երազանց ֆուտբոլ են ցուցադրում Վերդերի ֆուտբոլիստները Մայիս Մելքոնյանը դուբլից հետո ավելացնում էլ մեկ ասիստ նորից Մայիս Մելքոնյանն է գնդակով փոխանցում ուր է հարվածը այստեղ շատ լավ գործեց Արթուր Ղազարյանը վերցնելով գնդակը եւ շարժվում է առաջ հիմա Լեոնի դարպասապա դուրս է եկել անիմասուն է գնդակով նորից փոխանցում Մայիս Մելքոնյանին փոխանցում կատարեց թիմակցին տեսնենք հարվածը կա Փոխանցում, բայց այստեղ է լավ գործեց Բաբկեն Աբրահամյանը, հիմա հակագրում են Լիոնի տղաները, շատ լավն էր փոխանցումը Լյուդվիգ Ադամյանին, բայց շատ լավ է հիմա գործում այստեղ Էրիկ Էլոյանը, հեռացնում է գնդակը։ Բայց ինչպիսի վտանգավոր նորից հարվածներ, գրողներ տեսանք Վերդերի կատարմամբ այստեղ շատ լավ գործեց նորից Մայիս Մելքոնյանը։ Լյուդվիգ Ադամյանը գնդակով փոխանցում է կատարում Վաղինակ Սեթրակյանին վերջինս հարվածում է, բայց Էդվարդ Հարությունյանի համար այս հարվածը շատ թույլ էր եւ նա վերցրեց գնդակը եւ արագ խաղարկեց նորից Վերդերի տղաներն են գնդակով Հայկ Մուրադյանն է տեսնում ենք ձախ եզրով շարժվում առաջ բայց մի փոքր առաջ թողեց գնդակը վերջինս եւ կտեսնենք հարված Արթուր Ղազարյանի դարպասից Այսօր շատ հիանալի է գործում Պաշտպանությունում անիմասուն տեսնում ենք ամեն գնդակին պայքարում է եւ խլում է կատարում նորից Վերդերի տղաներն էին փորձում գրող կառուցել բայց խլեցին Լիոնի տղաները գրում են Լիոնի ֆուտբոլիստները բայց ինչ ափսոս էր մնացել են 3 հոգով մեկի դիմաց բայց չկարողացան իրենց գրող ավարտին հասցնել Լիոնի ֆուտբոլիստները այստեղ եւ հարված Վերդերի դարպասից Առաջին խաղակեսին նշեմ, որ շատ քիչ ժամանակ է մնացել, տեսնենք ի վերջո Լիոնը կկարողանա կրճատել հանդիպման հաշիվը Բայց տեսնում ենք, որ նրանց գրողները շատ վտանգավոր չեն նրանց մոտ շատ շտապողականություն է ֆուտբոլիստների մոտ նկատվում հիմա այստեղ Սեթրակյանն էր փորձում հարվածել, բայց նորից անիմասուն հեռացնում է գնդակը եւ եզրային նետում կտեսնենք Լյուդվիգ Ադամյանն է հիմա շրջվում հարվածում, բայց փակում են նրա հարվածը Հայկ Մուրադյան փոխանցում առաջ, բայց նրա փոխանցումը չհասավ թիմակցին եւ նորից Լիոնն են գնդակով այստեղ խլում են
խլեցին գնդակը Բաբկեն Աբրահամյանից եւ Վալոդիա Մարգարյանն է գնդակով այստեղ հետ փոխանցումներով փորձում են խաղը հանգստացնել Վերդերի տղաները Անի Մասուն է գնդակով խաղարկում է դարպասապայի հետ Շատ լավ կարողացան այստեղ առաջ շարժվել Վերդերի տղաները Մայիս Մելքոնյան խաղարկում է թիմակցի հետ Վալոդիա Մարգարյան բայց վերջի պահին հեռացնում է Ռոման Ջուլակյանը գնդակը բայց շատ լավ էին մտածել այստեղ տեսնում ենք Վերդերի տղաները վերջին պահին հեռացրեցին գնդակը եւ եզրային նետումը Վերդերինն է լինելու Այստեղ նորից շատ արագ խլեցին Վերդերի ֆուտբոլիստները Հիմա Վերդերի ֆուտբոլիստը հարվածում է եւ Մայիս Մելքոնյանն էլ ավելացրեց իր թիմակցի հարվածը, բայց երկու գեղեցիկ սեյվի եղինակ դարձավ այստեղ Արթուր Ղազարյանը Ինչպիսի հարվածներ կատարեցին հիմա նորից Վերդերի տղաները շարունակվում է Վերդերի գրոհը Մայիս Մելքոնյանին է փոխանցումը ուղղված հասնում է գնդակը Մայիս Մելքոնյանին փոխանցում Վալոդիա Մարգարյանին Հայկ Մուրադյան հարված եւ մի փոքր շեղությամբ անցավ նրա հարվածը եւ հարված դարպասից կտեսնենք շատ վտանգավոր էր նորից Վերդերի հարվածները այստեղ Լիոնի տղաներն են փորձում գրոհել եւ վաստակում են տուգանային հարված այստեղ տեսնում ենք որ Էրիկ Էլոյանը վերջին պահին խաղի կանոնները խախտեց Սուլիչը կա հարվածն էլ տեսնում ենք, բայց Լիոնի ֆուտբոլիստը այստեղ բարձր է հարվածում Վաղինակ Սեթրակյանն էր հարվածողը Եվ վերջ առաջին խաղակեսը մեզ մոտ ավարտված է սիրելի ֆուտբոլասերներ 3-0 հաշվով Վերդերը հաղթում է Լիոնին եւ մեծ առավելությամբ գնում ընդմիջման մի փոքր հանգստանանք եւ կվերադառնանք մի քանի րոպեից Սիրելի ֆուտբոլասերներ վերադարձանք մենք ընդմիջումից եւ նշեմ որ 3-0 հաշվով Վերդերը հաղթում է Լիոնին շատ մեծ առավելությամբ նրանք գնացին ընդմիջման Վերդերի տղաները առաջին խաղակեսում շատ լավ պահի իրացրեցին խաղի կենտրոնում էր տեսնում ենք Մայիս Մելքոնյանը նա դուբլի հեղինակ դարձավ եւ մեկ հատ էլ ասիստ կատարեց հիմա նորից տեսնում ենք որ շատ ակտիվ է մեկնարկել Վերդերը հարված եւ փակում են Խաչատուր Էրզումյանի հարված այստեղ եւ առաջին անկյունայինը հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում անկյունային հարվածից հետո ես արագ ծանոթացնեմ թիմերի հայտացուցակներին Մայիս Մելքոնյան այստեղ խաղարկում է Էրիկ Էլոյանի հետ փոխանցում առաջ եւ հեռացնում են նորից գնդակը Լիոնի ֆուտբոլիստները եւ տեսնենք հիմա կարող են արագ հակագրոհել Լիոնի տղաները բայց այստեղ շատ լավ է հիմա պաշտպանվում Սուլեյմանը բայց տեսնում ենք հակագրոհ ստացվում է Լիոնի հարված Վաղինակ Սեթրակյանի կողմից բայց մի փոքր բարձր ստացվեց վերջինիս հարվածը շատ լավ պահ ունեցավ Լիոնը հիմա կարող էր շատ արագ կրճատել հանդիպման հաշիվը, բայց չստացվեց նրանց մոտ։ Հիմա արագ ներկայացնեմ թիմերի հայտացուցակները Վերդերի դարպասը պաշտպանում է Էդվարդ Հարությունյանը համար 1, Վալոդիա Մարգարյան համարին։ Նորից տեսնում ենք Վերդերն է գրում հարված եւ
Փրկում է այստեղ երկու անգամ Արթուր Ղազարյանը, նորից տեսնում ենք Մայիս Մերքոնյանն հարվածողը եւ Խաչատուր Էրզումյանը շատ վտանգավոր էր հիմա այստեղ Վերդերի գրո ես չեմ հասցնում ուղակի թիմերի հայտացուցակները ներկայացնեմ շատ ակտիվ են մեկնարկել տեսնում ենք հիմա թիմերը երկրորդ խաղակեսը նորից Վերդերն է գրում Ամիրյան Հակոբն է գնդակով Հայկ Մուրադյանի հետ է խաղարկում այստեղ Խաչատուր Էրզումյանը հարվածում եւ թիմակցին դիպավ գնդակը եւ գնդակը ցանցում է եւ 4-0 ավելի է մեծացնում Վերդերը իր առավելությունը այնտեղ դիպավ Վալոդիա Մարկարյանի վրա գնդակը եւ 4-0 է մեզ մոտ Վալոդիա Մարկարյան 4-0 Վերդերը մեծացնում է իր առավելությունը եւ շատ մեծ առավելություն է ստանում հիմա Վերդերը շատ լավ տեսնում ենք գրո էր կառուցել Վերդերը հիմա այստեղ հարվածում էր տեսնում ենք Լիոնի ֆուտբոլիստը եւ փրկում է Էդվարդ Հարությունյանը իր թիմին շատ ակտիվ են մեկնարկել թիմերի երկրորդ խաղակեսը ես չեմ հասցնում անգամ թիմերի հայտացուցակները վերհիշեցնեմ ձեզ սիրելի ֆուտբոլասերներ հիմա նորից ներկայացնեմ ձեզ Էդվարդ Հարությունյանն է պաշտպանում Վերդերի դարպասը համար 1 Վալոդիա Մարկարյան համար 5 Էրիկ Էլոյան համար 7 Հայկ Մուրադյան համար 10 այստեղ գրում էր նորից Լիոնը փրկում է Էդվարդ Հարությունյանը Վաղինակ Սեթրակյանն էր հարվածողը Մայիս Մելքոնյան համար 11 Գևորգ Պողոսյան համար 20 Սուլեյման Արիմասուն համար 18 Խաչատուր Էրզումյան համար 14 եւ Ամիրյան Հակոբ համար 17 Տեսնում ենք նորից Վաղինակ Սեթրակյանն էր հարվածում եւ մի փոքր շեղ անցավ նրա հարվածը շատ վտանգավոր են սկսել թիմերը երկրորդ խաղակեսը մեկը մյուսից հարվածներ են կատարում հիմա տեսնում ենք Լիոնի դարպասը պաշտպանում է Արթուր Ղազարյանը համար 1 Բաբկեն Աբրամյան համար 3 Ռուդիկ Գերգորյան համար 4 Լյուդվիգ Ադամյան համար 8 Հայկ Հակոբյան համար 5 Ռաֆայել Աբրամյան համար 9 Վաղինակ Սեթրակյան համար 10 Տիգրան Սեթրակյան համար 11 Ռոման Ջուլհակյան համար 13 Շատ ակտիվ են մեկնարկել թիմերը եւ կարողացավ Վերդերը նորից գոլի հեղինակ դառնալ այս խաղակեսում արագ եւ 4 գնդակի առավելություն ունի այս պայդրությամբ Վերդերը Մայիս Մելքոնյանն էր փոխանցում կատարում թիմացին եւ Լիոնի պաշտպանը այստեղ հեռացրեց Վալոդիա Գրիգորյանը Մայիս Մելքոնյանի հետ է խաղարկում տեսնենք վերջինս ինչ կանի այստեղ խաղարկում է Խաչատուր Էրզումյանի հետ այստեղ Ամիրյան Հակոբն է հարվածում եւ նրա հարվածը փակում են պաշտպանները Լիոնի եւ հարակ հակագրոք կտեսնենք Լիոնի կատարմամբ բայց այստեղ վերջին պահին Եգորյանը սխալվում է եւ նորից Վերդերինն է գնդակը լինելու Էրիկ Էլոյանը խաղարկում է Մայիս Մելքոնյանի հետ, հիմա Մայիս Մելքոնյանն է գնդակով մտնում է տուգանային հրապարակ, բայց մի փոքր առաջ է թողնում Վերդերի թիմի ավակը եւ հարված կտեսնենք Լիոնի դարպասից, հիմա տեսնում ենք շատ արագ խաղարկեցին Լիոնի տղաները, Եգորյանն է գնդակով, բայց ուշացնում է Եգորյանը եւ այստեղ Վերդերի ֆուտբոլիստը պաշտպանվում է եւ խլում գնդակը նրանից եւ ընկած է խոտածածկին, տեսնում ենք, որ վնասվածք է ստացել Վերդերի ֆուտբոլիստը, այնտեղ Էրիկ Էլոյանն է խոտածածկին
Հիմա շարունակվում է մեզ մոտ բարձրացավ Էրիկ Էլոյանը Նշեմ, որ Վերդերը շատ լավ ցուցանիշ ունի վերջին 5 խաղերում, նրանք 4 խաղերում տարել են հաղթանակ են տոնել եւ 1 խաղել Մարսելի նկատմամբ ոչ ոք են գրանցել, նորից Վերդերն է գրում Մայիս Մելքոնյան փոխանցում Վալոդիա Մարկարյան, Մայիս Մելքոնյան մնում է գնդակով Մայիս Մելքոնյանը տեսնենք կհարված են Վերդերի տղաները Խաչատուր Էրզումյան, բայց այստեղ խճճվում է եւ խլում են նրանից գնդակը հիմա Արագ հակագրում են Լիոնի ֆուտբոլիստները Վաղինակ Սեթրակյանն է գնդակով, բայց խաղի կանոնների խախտում նրա նկատմամբ եւ տուգանային հարված կտեսնենք Վերդերի դարպասին։ Հիմա արագ տեսնում ենք, որ խաղարկեցին Լիոնի տղաները եւ հարվածում էր Եգորյանը, բայց վերջին պահին Վերդերի ֆուտբոլիստին դիպավ եւ կտեսնենք անկյունային հարված։ Փոխանցում տուգանային հրապարակ այստեղ էլ հարվածում էր հիմա նորից Վաղինակ Սեթրակյանն էր հարվածողը կարծես թե եւ շեղ է հարվածում Լիոնի ֆուտբոլիստը Նշեցի որ շատ լավ ցուցանիշ ունի Վերդերը վերջին 5 խաղերում իսկ Լիոնը վերջին 5 խաղերում 4 պարտություն է գրանցել եւ միայն 1 հաղթանակ է տոնել Պարիս Սեն-Ժերմենի նկատմամբ, այն էլ խոշոր հաշվով հաղթանակ է տոնել, հիմա Վաղինակ Սեթրակյանն էր նորից փորձում հարվածել, բայց նրա մոտ չի ստացվում այսօր նրա հարվածները կարծես թե շեղ են Հայկ Մուրադյանն է փորձում գրո իրականացնել Էրիկ Էլոյանը շարժվում է առաջ աջ եզրով փոխանցում Խաչատուր Այվայդ Էրզրումյանին հարված եւ դիպավ այնտեղ Լիոնի ֆուտբոլիստին եւ անկյունային հարված կտեսնենք հիմա էլ հակառակ ուղղությամբ Հակոբ Ամինյանն է խաղարկում Էրզրումյանի հետ եւ այստեղ մնում է գնդակով Էրզրումյանը հարված եւ ընկնելով հարվածում է եւ գոլ 5-0 ավելի է մեծացնում Վերդերի իր առավելությունը եւ տեսնում ենք որ դուբլի հեղինակ է դառնում Խաչատուր Էրզրումյանը 5-0 Խաչատուր Էրզրումյան 5-0 Կարծես թե Վերդերը այսօր իր 3 միավորը վաստակում է, բայց շտապենք, բայց ծանր վիճակում է հիմա Լիոնը գտնվում, այսպես խաղով չի կարող այսօր միավոր կորզել Լիոնը հիմա տեսնում ենք շատ վտանգավոր էր փոխանցումը Լիոնի ֆուտբոլիստի կարող էին նրանք արագ կրճատել հաշիվը, բայց չստացվեց նրանց մոտ այնտեղ տեսանք, որ շատ լավ գործեց Վերդերի ֆուտբոլիստը Խաչատուր Էրզրումյանը պահեց իր մոտ գնդակը եւ վերջին պահին հարված կատարեց ընկնելով եւ արդյունքի հասավ Խաչատուր Էրզրումյանը եւ արդյունավետ գործողությամբ աչքի ընկավ նորից այստեղ խաղի կանոնների խախտում կարծես թե նկատվեց Եվ գնդակը Վերդերին է լինելու։ Գեղեցիկ են գործում Վերդերի տղաները։ Սուլեյմանն է գնդակով փոխանցում թիմակցին։ Հակոբ Ամիրյան նորից խաղարկում է Սուլեյմանի հետ։ Փոխանցում Մայիս Մելքոնյանին այստեղ խլում են Մայիս Մելքոնյանից գնդակը եւ Լիոնը հակագրում է Վաղինակ Սեթրակյան փոխանցում, բայց վերջին պահին նորից տեսնում ենք Էրիկ Էլոյանն է գալիս եւ խլում գնդակը եւ վերջինից նկատմամբ էլ խաղի կանոնների խախտում
նկատվեց այնտեղ Ռուդիկ Եգորյանն էր խախտում կանոնները Վերդերի պաշտպանները այսօր տեսնում ենք շատ լավ են ուղղակի գործում մեկը մյուսից շատ լավ են գալիս վերցնում գնդակը Լիոնի ֆուտբոլիստներից որ Լիոնն է նորից տեսնում են գրում Եգորյան Հիմա Եգորյանի նկատմամբ խաղի կանոնների խախտում գրանցվեց եւ տուգանային հարված Տեսնում ենք, որ հարված է լինելու դարպասին կասուլիչը, հարված և հեռացնում է հիմա այստեղ Հայկ Մուրադյանը գնդակ է և անկյունային հարված հիմա արագ խաղարկում են Լիոնի տղաները, Վաղինակ Ստեյթրակյանն է գնդակով փոխանցում տուգանային հրապարակ, բայց շատ ուժեղ էր կարծես թե Վաղինակ Ստեյթրակյանի փոխանցումը, բայց Լիոնի տղաները պահեցին գնդակը և վաստակեցին նորից տուգանային հարված տեսնենք այս տուգանայինը ինչ կտա Լիոնին Սուլիչը կա Եգորյանն է գնդակով փոխանցում Բաբկեն Աբրահամյանին, բայց այստեղ էլ լավ է գործում հիմա Հակոբ Ամիրյանը շատ արագ հիմա հակագրոհ է ձեռնարկում Վերդերը Մայս Մելքոնյան փոխանցում Թիմակցին Խաչատուր Էրզրումյան եւ 6-0 Հետրիկի հեղինակ է դառնում Խաչատուր Էրզրումյանը եւ խաղի ելքը վճռում Խաչատուր Էրզրումյան 6-0 ուղղակի քարի վրա չի թողնում Վերդերը տեսնում ենք նորից հիմա տեսնում ենք Վերդերն է գրում Գոլային շքերթ են իրականացրել Վերդերի տղաները այս խաղում հիմա այստեղ հեռար հարված կատարեց Վաղինակ Ստեյթրակյանը բայց մատների ծայրով Էդվարդ Հարությունյանը փրկում է ուղղակի Վերդերին շատ լավն էր ուղղակի Վաղինակ Ստեյթրակյանի հարվածը այստեղ տեսնում ենք տեսանք շատ լավ հակագրոհ ձեռնարկեցին Վերդերի տղաները կայծակտային հակագրոհ նրանցից եւ նրանք խփեցին իրենց 6-րդ գնդակը եւ խաղի ելքը վճռեցին Խաղի ավարտին մնում է մոտ 10 րոպե սիրելի ֆուտբոլասերներ Տեսնենք գոնե այս խաղում կկարողանան Լիոնի տղաները հեղինակության գնդակը հեղինակեն հիմա Էրիկ Էլոյանն է շարժվում առաջ հարվածում եւ Արթուր Ղազարյանն է փրկում իր թիմին ավելի խոշոր հաշվը կարող էր լինել մեզ մոտ հիմա Լիոնի տղաներն են գրում Վաղինակ Ստեյթրակյանն է գնդակով հարված եւ հորիզոնական դարպասաձողն է փրկում Վերդերին այստեղ շատ վտանգավոր էր Լիոնի գրոհը Այսօր Լիոնի միակ լավագույն խաղացողը Կարծես թե Վաղինակ Ստեյթրակյանն է, նա փորձեց շատ անգամներ հարվածել եւ փորձեց Էդվարդ Հարությունյանի դարպասը գրավել, բայց նրա մոտ չստացվեց։
Հիմա նորից խաղարկում են Վերդերի տղաները, շատ լավ փոխանցում կատարից Մայիս Մելքոնյանը, հարված Խաչատուր Էրզումյանի կողմից եւ 7-0 Պոկերի հեղինակ է դառնում Խաչատուր Էրզումյանը, բայց այստեղ գնահատեք Մայիս Մելքոնյանի փոխանցումը, ինչպիսի փոխանցում կատարեց Մայիս Մելքոնյանը թիմակցին։ Խաչատուր Էրզումյան 7-0 ավելի խոշոր են դարձնում Վերդերի տղաները հանդիպման հաշիվը եւ նորից տեսնում ենք Վերդերն է գրում այս կորցրեցին գնդակը Վաղինակ Սեթրակյանն է գնդակով փոխանցում թիմակցին եւ այստեղ խաղի կանոնների խախտում նկատվեց Հարակ խաղարկում են հիմա Լիոնի ֆուտբոլիստները նորից դարպասաձողն է փրկում Վերդերին նորից հարվածում էր այստեղ Վաղինակ Սեթրակյանը Այսօր բախտը չի ժպտում ուղղակի Վաղինակ Սեթրակյանին շատ անգամներ փորձեց նա ոչ մեկ չկարողացավ գոլի ենթարկել այդ հարված վերացել այդ հարվածները հիմա նորից Լիոնն է գնդակով բայց Մայիս Մելքոնյանն է շատ լավ պաշտպանվում այստեղ հիմա էլ գեղեցիկ հնարք Մայիս Մելքոնյանի կողմից առաջ է շարժվում եւ Մայիս Մելքոնյանը թողնում է գնդակը առաջ եւ կարծես թե գնդակին է խաղացել Լիոնի ֆուտբոլիստը այստեղ եւ կտեսնենք եզրային նետում բայց շատ լավ անցում ձեռնարկեց տեսնում ենք Մայիս Մելքոնյանը այստեղ Այսօրվա խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է Մայիս Մելքոնյանը Հիմա Լիոնի ֆուտբոլիստներն էին նորից գրում հարված տեսանք Լիոնի ֆուտբոլիստի կատարման բայց Էդվարդ Հարությունյանը փայլ ունե գործում այսօր Հիմա էլ հակագրում է Վերդերի տղաները, բայց Լիոնի պաշտպանը ճանապարհին է կանգնում գնդակի, այստեղ Էրիկ Էլոյանն է հիմա էլ լավ գործում, շատ ակտիվ ֆուտբոլ է հիմա խաղադաշտում և Խաչատուր Էրզրումյանն է գնդակով և նորից հարվածում է և գոլի հեղինակ է դառնում Խաչատուր Էրզրումյանը 8-0 5-րդ գոլը տեսանք այս խաղում Խաչատուր Էրզումյան 8-0 նորից լավ գրոհ տեսանք Վերդերի կողմից վերջինս էլ գնդակը ուղարկեց Արթուր Ղազարյանի դարպասը շատ խոշոր դարձնելով հանդիպման հաշիվը Հիմա խաղի վերջին րոպեներն են, տեսնենք փորձի գոնե Լիոնը մեկ գնդակ հեղինակել այս խաղում, բայց կարծես թե այսօրվա Վերդերին դժվար կարողանան Լիոնի տղաները գոլի հեղինակ դառնան, հիմա գնդակով Էրիկ Էլոյանն էր մտավ տուգանային հրապարակ հարված կատարեց և Ղազարյանը փրկում է և հեռացրեցին Լիոնի տղաները Շատ լավն են տեսնում ենք Վերդերի գրողները այսօր Այստեղ սխալվեց Վերդերի թիմի ավակը հիմա հակագրող Լիոնի կողմից 4-2-ի դիմաց Վաղինակ Սեթրակյան հարված կտեսնենք և նորից դարպասաձողն է փրկում այստեղ Վերդերին արդեն երրորդ անգամ Վաղինակ Սեթրակյանը հարված կատարեց և երրորդ անգամ դարպասաձողը փրկեց Վերդերին հիմա էլ հակագրում են Վերդերի տղաները Հակոբ Ամիրյան փոխանցում Եգորյանն է այստեղ կանխում փոխանցումը Հակոբ Ամիրյանի և անկյունային հարված Շատ վտանգավոր էր Վաղինակ Սեթրակյանի հարվածը նորից դարպասաձողը փրկեց Վերդերին Հիմա այստեղ գրում էին Վերդերի տղաները, բայց նորից Եգորյանը լավ գործեց հակագրող երեք կտեսնենք Վաղինակ Սեթրակյանն է գնդակով փոխանցում կատարեց Ռոման Ջուլակյանին այստեղ Խայկանրեի խախտում ձերքով դիպավ այստեղ Մայիս Մելքոնյանը և դեղին քարտ ստացավ վերջինս
Շատ վտանգավոր դիրքում տուգանային հարված է վաստակել Լիոնի ֆուտբոլիստները, նորից գնդակի մոտ է Վաղինակ Սեթրակյանը։ Տեսնենք կկարողանա արդյոք գրավել Էդվարդ Հարությունյանի դարպասը Վաղինակ Սեթրակյանը։ Սուլի չկա, խաղարկում են Վաղինակ Սեթրակյան և ինչպիսի գոլի հեղինակ է դառնում Վաղինակ Սեթրակյանը խոսքից վրա, 8-1 է դառնում հաշիվը, նորից դարպասաձողին դիպավ գնդակը և վերջին պահին գնդակը դարպասը ուղարկեց Վաղինակ Սեթրակյան 8-1 ի վերջո այսօր կարողացավ իր գոլը հեղինակել Վաղինակ Սեթրակյանը այդքան հարվածներից հետո, այդքան դարպասաձողին դիպավ գնդակը նրա հարվածներից հետո ի վերջո նա վաստակում է իր գոլը այս խաղում և անկյունային հարված հիմա կտեսնենք Լիոնի դարպասին խաղարկում են, տեսնում ենք Վերդերի տղաները, Էրիկ Էլոյանն է այստեղ գեղեցիկ հնարքով փորձում շրջանցել Լիոնի ֆուտբոլիստներին և վերջ խաղն ավարտված է մեզ մոտ Վերդերը խոշոր հաշվով հաղթում է Լիոնին 8-1 հաշվով 8-1 է ավարտվում այս հանդիպումը սիրելի ֆուտբոլասերներ մնացեք մեզ հետ կվերադառնանք մի քանի րոպեից դիտելու հաջորդ հանդիպումը